Սա Արցախի փողոցն է, որը սկիզբ է առնում Սասունցի Դավիթ փողոցի Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկից, Սասունցի Դավթի արձանի մոտից։ Իսկ փողոցի անվանակոչումը սկիզբ է առնում 90-ական թվականների սկզբներից, երբ Արցախյան շարժման առաջին ամիսներին փողոցը անվանակոչվեց։ Խորհրդային տարիներին այս փողոցը կոչվում էր Բաքվի փողոց եւ այն անվանափոխվեց Արցախի փողոցով։ Սա Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին է, որը գտնվում է Դավթաշեն առաջին թաղամասի եւ երկրորդ թաղամասի միջև։ Ուրեմն 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամներով փաստաթուղթ դրեցինք շրջանառության մեջ, որով առաջարկում ենք Դավթաշենի կենտրոնական այգին անվանակոչել Արցախի անունով։ Դե ինչպես եւ սպասելի էր, Երևան քաղաքի ԿՊԱ-կան իշխանությունը մերժեց մեր նախագիծը, հետ վերադարձրեց, պատճառաբանելով, որ Երևան քաղաքում արդեն կա Արցախ անունով աշխարհագրական օբյեկտ, Արցախ անունով փողոց, հղում անելով կառավարության 2387-N որոշման վրա։ Իբր որ Երևան քաղաքում նույն անունով մեկ աշխարհագրական օբյեկտ պետք է լինի։ Այնինչ Երևան քաղաքում նույն անունով կան եւ փողոց, եւ հրապարակ, եւ այգի, եւ դպրոց։ Դրանցից մի քանիսը թվարկեմ։ Մինաս Ավետիսյան, եւ փողոց կա, եւ այգի կա, եւ դպրոց կա։ Միսակ Մանուշյան, Նանսեն, Դավիթ Անհախտ, եւ փողոց կա, եւ այգի կա։ Կոմիտասի անվամ, եւ փողոց կա, եւ այգի կա։ Մաշտոցի անվամ, եւ փողոց կա, եւ այգի կա։ Հանրապետություն անունով, եւ փողոց կա, եւ հրապարակ կա։ Գարեգի Նժդեհի անունով, եւ փողոց կա, եւ հրապարակ կա։ Եվ այսպես այս իշխանությունները մի դեպքում այս նորմը աշխատացնում են, ասում են այս որոշմանով չի կարելի, բայց մյուս դեպքերում այս նորմը չի գործում։ Պատճառը հասկանալի է, հարգելի երևանցիներ, սիրելի արցախցիներ, այս իշխանությունները խուսափում են Արցախ բառը Երևանում երկրորդ անգամ կիրառելուց։ Այս իշխանությունները Արցախից դիվահար են լինում, ինչպես սատանան խաչից։ Արցախը հանձնած, Արցախը ուրացած, Թուրքի դեմ կզած, թշնամու կամակատար ՀՀ իշխանություն։ Այս փողոցը Բաքվի փողոց չի դառնալու նորից, չհամարձակվեք։ Երևանում Ալիևի, Էրդողանի անունով փողոց, այգի, հրապարակ չի անվանակոչվելու, կիսանդրի չի տեղադրվելու, չփորձեք հանկարծ։